Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Ավանեսյան, դուք վերջին անգամ ազգային ժողովում եք անհետքորածների ծնողների հետ հանդիպմանը եւ այնտեղ բավականին լարված մթնոլորտ էր, ընդ որում ծնողները Գեղամ Նազարանին, ազգային ժողովի պատգամավորին հաթաթայ են տալի, որ այլևս չկրկնեն այն արտահայտությունը, որ իրենց երեխաներին չպետք մահացածների մեջ պետք է փնտրել։ Նրանք պնդում են, որ պետք է մեր երեխաներին գտնել ողջերի մեջ, փնտրել ողջերի մեջ։ Այս միջադեպի հետ կապված կցանկանայի ձեր գնահատական որպես առողջապահությանը, դուք այնտեղ ներկա եք, ինչ մթնոլորտ էր, ինչից սկսվեց ամեն ինչ։ Ընդհանուր առմամբ պատկերացնում եք, որ այո, հուզիչ եւ չի կարող այլ մթնոլորտ լինել մեր անհետ կորածների, զոհվածների հետ կապված հարցերի քննարկումները։ Ես կարծում եմ, որ ուրեմն պարոն Նազարյանը իրավունք ուներ արտահայտելու իր տեսանկյունը եւ խոսելու թեմայից առանձնահատուկ կերպով, հասկանալով, որ նրա որդին եւս զոհվել է, բայց հասկանալով նաեւ մեր էմոցիոնալ այսպես շատ զգայուն վիճակը այս թեմաներով, այո, կարող է ուրեմն նրա կողմից հնչեցված ձևակերպումները վիրավորական հնչեցին այլ ծնողների համար, բայց բոլորս է պիտի զսպվածություն նաև դրսևորենք նորից անընդհատ այս թեման այսպես չբորբոքելու համար։ Այո, մարդիկ երբ որ էմոցիոնալ են, կարող են նաև սուր ընկալել թե ասվածը, թե լսածը։ Իսկ ներողություն, դուք անձամբ այդ օրը ելույթ ունեցաք, ձեր կատարած աշխատանքը ներկայացրեցիք ծնողներին։ Այո, ես ունեցա զեկույց եւ իհարկե հարցերին պատասխանեցի։ Իսկ ինչ կասեք ծնողները եւ 7.5 ժամ քննարկումից հետո, երբ դուրս եկան նիստերի դահլիճից, անձամբ ես հարցեր եմ ուղղել հարգելի ծնողներ, երկրորդ հանդիպումն է, ինչ գնահատական կտակ այն հանդիպմանը, որ արդեն 7.5 ժամ քննարկում էր տեղ ունեցում, իրենք մեկ գնահատական հնչեցին։ Հնքի եւ ջուր ծեծոցի էր, որևէ այլ բանի պատասխան իրենք չեն ստացել։ Սա ծնողների գնահատականն է։ Ինչ կասեք դուք տիկին նախարար։ Ոչինչ չեմ ասի։ Իրենց գնահատականը կիսում եք։ Ես ասացի ոչինչ չեմ ասի։ Դա ըստեյության կիսում եք իրենց տեսակետը, եթե ոչինչ չեք ասում։ Ես կրկնեցի, ոչինչ չեմ ասի։ Այլ հարց։ Տիկին Ավանեսյան, բժշկական կենտրոնների տնօրենների հարցին անդրադարձակ, բայց կոնկրետ պատճառներ կան իրենց աշխատանքը ցեղացնելու եւ Ես նշեցի մի շրջափուլ անցել ենք եւ մոտ 6-7 տարի է այս ուրեմն տնօրենները աշխատել են, արդյունքներ են ունեցել, հիմա մեկ այլ շրջափուլի ենք անցնում, այսքանը։ Այսինքն դժգոհ չեք։ Ոչ։ Միայն պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատել են որոշ շրջան, հիմա փոփոխության Այո։ Դա նաև մարզային Նու գիտեք, որ մարզային բժշկական կենտրոնների հիմա անցումային շրջանում են գտնվում, այո, իհարկե բոլորի մասով որոշակի փոփոխություններ սպասվում են եւ նաեւ ոչ միայն մարզային, այլ մեր ենթակայության այլ կենտրոններում լինելու են առաջիկայում ժամկետների լրացում եւ փոփոխություններ։ Իսկ վնասված կառավարության կենտրոնի հետ կապված դա խոսում էր արդեն բազում այդ հայտնի օրթոպեդիկը, դրա հետ կապված ինչ։ Ուրեմն այս բժշկական կենտրոնում ըստ էության հիմա զբաղեցված է շատ փոքր տարածքը եւ մենք այնտեղ որոշում ենք կայացրել, որ կտեղակայենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, որը ժամանակավոր բնույթ է կրելու, քանի որ նոր շենքեր ենք կառուցում եւ վերակառուցում, բայց այդ շենքը շատ ավելի լավ վիճակում է գտնվում եւ փոքր վերանորոգումների արդյունքում կարող ենք ավելի լավ պայմաններ ապահովել, քան թե այսօր ունենք ժամանակավոր, որ գտնվում ենք նախկին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում։ Սա է պլանները եւ ըստ էության օպտիմալացումը տարածքների օգտագործման նպատակը սա է։ Տիկին նախարար եւ մամուլը գրում այսպես կոչված շնորհակալության ֆոնդի մասին, դուք տեղյակ եք այդ բժշկական կենտրոնների արդյոք նման ֆոնդեր գործել են եւ օրենքի խախտում համարում եք անգամ խոսումներ որ հարկվել են Կարծեմ պետական վերահսկողական ծառայությունը իր հանրային նաև տեղեկատվական ձևաչափով ներկայացրել է ավել բան չունեմ ասելու։ Ընդունելի համարում եք այդ ֆոնդերը։ Ես ասեցի, պատասխանեցի ձեզ, մեր պետության ընդհանուր մոտեցումը ՊՎԾ-ն արդեն հայտնել է։